Չկան այլևս վարձկաներ կամ ադրբեջանցի որևէ գերի։ Մեր գերիներին Բաքվում պահվող վերադարձը դուք ինչպես եք պատկերացնում, ինչ մեխանիզմներով պետք է լինի եւ եթե միայն իրավապաշտպաններն են այս հարցով զբաղվում առանց պետական մարմինների, դրական արդյունք մենք կարող ենք ակնկալել։ Ուրեմն սկսեմ նախ միջազգային համագործակցությունից առհասարակ քրեական ոլորտում իրավական աջակցության փոխօգնության կոնվենցիաներ կան, բայց դրանք հիմնականում բազմակողմ են եւ Հայաստանի Հանրապետությունը շատ երկրների հետ երկկողմ համաձայնագրեր չունի, բայց ունի օրինակ համաձայնագիր Եվրոպայի խորհրդի շրջանակներում եւ այս համաձայնագիրը օրինակ հնարավորություն է տալիս Եվրոպայի խորհրդի անդամ պետություններին հանձնել Հայաստանում պատիժը կրող դատապարտյալներին եւ կան նաեւ ԱՊՀ երկրների շրջանակներում նման համագործակցության ձևեր երկկողմ համաձայնագրերը խիստ սահմանափակ են, բայց իրավական առումով յուրաքանչյուր հանձնման պարագայում պետք է լինի հիմքը ընդ որում այստեղ կան շատ ձևական պահանջներ, օրինակ հայցումը վերագրվող հանցագործությունը, երկու երկրներում այդ արարքի հանցագործություն լինելը, պատիժները եւ բազմաթիվ այլ չափանիշներ, եւ այդ չափանիշները բավարարելու պարագայում մարդասիրական նկատառումներից ելնելով անձը կարող է վերադարձվել իր քաղաքացիության երկիր եւ պատիժը կրել իրեն հայտնի սոցիալական միջավայրում, որտեղ այլ իրավունքներ ապահովված կլինեն, օրինակ նույն տեսակցության իրավունքը անհնար է իրականացնել օտարերկրյա պետությունում, այն կապված է ֆինանսական եւ այլ բնույթի բարդությունների հետ, սակայն եթե իր քաղաքացիության երկրում լինի, հասկանալի է, որ ընտանիքի եւ հարազատների կողմից այս իրավունքը կապահովի։ Հիմա, եթե անգամ նման համագործակցություններ կան, հասկանալի է, որ խնդրագրերի ընթացակարգերի առնչությամբ մենք ակնկալում ենք թափանցիկություն եւ պետք է այդ առումով ճշտել թե արդյոք Հայաստանի եւ Սիրիայի միջև գոյություն ունի համաձայնագիր, որտեղ ինձ հայտնի ԱՊՀ եւ Եվրոպայի խորհրդի շրջանակներում գործող համաձայնագրերը կիրառելի չեն Սիրիայի նկատմամբ։ Եվ այո, հարաբերությունների բարելավման ձև կարող են լինել հանցագործների վերադարձը, բայց միշտ գնահատվում է նաեւ հանցագործության բնույթը, վարձկանությունը դա սովորական հանցագործություն չէ, դա ունի առանձնակի բարձր հանրային վտանգավորություն եւ հենց վարձկանությունը արգելող վարձկանների դեմ պայքարի միջազգային համագործակցությունը ուժեղացնող ռեժիմներ են նախատեսված եւ նաեւ վարձկանությունը ինստիտուտի ինչու է մեր դիտանկյունից կարեւոր, որ դա հաճախ օգտագործվում է ազգերի ինքնորոշման իրավունքը բռնաճնշելու համար եւ կան հատուկ փաստաթղթեր, որոնք արգելում են հատկապես վարձկանների միջոցով ազգերի ինքնորոշման իրավունքը բռնաճնշելը, հա, այստեղ մենք կրկնակի վտանգավորության հանցագործության հետ ենք առնչվում։ Դրա համար, ասենց ասեմ, միջազգային համագործակցության տեսանկյունից կարելի է բացառիկ դեպքերում քննարկման առարկա դարձնել վարձկանների վերադարձը, բայց պետք է ճիշտ գնահատել այդ մոտեցման նշանակությունը եւ ընկալումը նաեւ մյուս միջազգային դիտանկյուններից, փոխհարաբերությունների տեսանկյունից։ Հիմա մենք խոսում ենք փաստերի մակարդակով եւ առնվազն չենք կարող չնկատել իրադարձությունների ժամանակագրական համընկնում։ Այսինքն մեզ համար անհերքելի փաստը այն էր, որ սա տեղի ունեցավ համաժամանակյա։ Արդյոք սա զուգադիպություններ, պատահականություններ, իհարկե մեկնաբանություններ կարող են տրվել, բայց որ մեկնաբանությունն է, որը ողջամիտ է եւ կարող է ընկալելի լինել հասարակության աչքերում։ Հիմա մեր դիտանկյունը հստակ է, որ ցանկացած պարագայում վերադարձը խիստ կարևոր է եւ մեզ համար ողջունելի է յուրաքանչյուր հայի վերադարձ։ Այստեղ երկրորդ կարծիք չի կարող լինել եւ հատկապես կարևոր էր այս փուլում, քանի որ ինչպես գիտեք, վերջին վերադարձը մենք ունեցել էինք 2023 թվականին։
Այսինքն 2023 թվականի դեկտեմբերի 32 հայերի վերադարձից հետո այս հարցում կար սառույցի էֆեկտ, որևէ նոր անձ չէր վերադարձվում եւ թեև մենք 2025 թվականին ունեցանք խաղաղության նախաստորագրված տեքստ եւ ակնկալվող ավելի բարի դրացիական հարաբերություններ, սակայն մեծաթիվ հայ գերիներ չհայրենադարձվեցին։